Մենք ընդամենը ընտրության օրը 3 ամիս 20 օրվա կուսակցություն ենք։ Այսինքն 3 ամիս 20 օրում մենք կարողացանք անել այն, ինչ հնարավոր էր անել, այդ տերորի պայմաններում, այդ բռնությունների պայմաններում դուք իսկ նորմալ եք համարում, երբ ընտրության օրը բոլոր շրջանների մեր համակարգողներին կալանավորում են։ Մենք նորմալ չենք համարում ցանկացած քաղաքական ընտրությունից մեկ օր առաջ 150 մարդ շտաբի պետերին բոլորին կալանավորում են։ Դա կարող է լինել լեգիտիմ։ Ես չկա, կայնար։ Ես էլ մանեմ գալիս։ Ամբողջ Հայաստանը որ դուք չեք ուզում այլ կարծիք լսել, այլ հարց որ մենք գործընկերներս տալիս են ասում են, բա որ չհաղթեք, ինչ եք անել, պլան B, Չ, Կ ունեք, ասում եք միջև F ունենք, բայց պարզվեց եք նայեք ունեք։ Դա է հարցը, բա որ դուք չեք ուզում լսել այդ։ Չեք վռազում, համբեր եք։ Ավարտվել են։ Ավարտվել են, վստահ եք, որ հələ չեն ավարտել։ Պետք է մանդատները չվերցնեք եւ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր չաշխատեք։ Նայեք, մենք կայացնում ենք մեր որոշումները ինքնուրույն։ Շատ ուժեր, ովքեր այդպիսի հայտարարություններ անում են, իրենք հնարավորություն ունեն փողոց բարձրացնեն, ամեն ինչ անեն, թող բարձրացնեն, մենք ոչ մեկի չենք խանգարում, չենք խնդրում մի արեք, մենք մեր ճանապարհով գնալու ենք։ Մեր գլխավոր նպատակը լինելու է Փաշինյանին հեռացնել օրինական ճանապարհներով։ Երբ ժամն էլ ասեմ, թե օրը։ Չէ, նկատի ունեմ ես, դե ընտրությունները պիտի հեռացնեն։ Քայլերով։ Ներողություն հանդիպել եք ընդդիմադիր ուժերի հետ, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եք։ Ոչ։ Ինչու։ Զանգել չի եղել։ Բայց ինչպես եք միասնական դիտում։ Քանի որ ես կալանավորված եմ։ Իրենք կարող են ցույց Կարող են այցելել, Դե երևի կայցել ենք։ Պարոն Կարապետյան, կարող ենք ենթադրել, օրինակ ձեր թիմը ողջ ընթացքում ասում էր, որ դուք հաղթելու եք։ Պլան B-ի մասին բազմաթիվ անգամ դες հարցադրումներ են եղել, դուք ասել եք, որ պլան B-ի մասին մոռացեք, որովհետև մենք հաղթելու ենք։ Կարող ենք ենթադրել, որ ըստ էության, դուք եք մյուս ընդդիմադիրների սխալը կրկնեցիք եւ գերագնահատեցիք ձեր ուժերը։ Մենք ոչ մեկի սխալը չենք կրկնել, եթե մենք սխալ անեինք 4 ամսում չէինք հավաքի 350,000 ձայն։ Այսինքն մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, Փաշինյանը սխալվել է։ Սխալվել է, գողացել է քվեներ, սխալվել է տերոր արել ընտրության ժամանակ, սխալվել է մենք ինչ ասում էինք, մենք դա տեսնում ենք եւ դրան հասնելու ենք։ Բայց եթե նորից եմ կրկնում, մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, պարտվել է հայ ժողովուրդը, հիմա դրա համար մենք դիմում ենք սահմանադրական դատարան, որպեսզի ճիշտ որոշում կայացնի։ Դա էլ ենք հասկանում։ Դասեր քաղելու հետ կապված մի հաց պետք է տամ։ Դուք բիզնեսում հաջողած անձնավորություն եք, բայց ըստ էության քաղաքականության Ես ավելի հաջողակ գտնվեցի քաղաքականության մեջ 4 ամսում դառանք հաղթող ուժ 4 ամսում Պատկերն այլ է, պարոն Կարապետյան։ Բայց ձերոնք են Շատ եք էլի վռազում, համբեր եք, հələ օրեր կա, ժամեր կա, հələ Փաշինյանին նայեք, տեսեք, դառնանք հիշում եք, որ ասում եք դուք հաջորդ վարչապետ Հիմա էլ եք, թիմակիցները ասում են Հիմա էլ մենք նույն ընտրություններից կարծիքն ենք։ դասեր քաղել է պարոն Կարապետյանը, թե ոչ։ Որ ընտրություններից։ Այս ընտրություններից։ Այս ընտրություններից դասեր քաղել են, Ինչ դաս, ասեք պարոն Կարապետյան։ որ պետք է գործ ունենալ միշտ, նորմալ իշխանության հետ։ Ոչ այսպիսի իշխանության հետ, որ իրենց վախերի մեջ անմեղ տեղը կալանավորում են բոլորին, չեն էլ նայում, աջ, ծախ, ում են կալանավորում, բոլորին կալանավորում են։ Ինչ է կատարվում հիմա ԲՀԿ-ի հետ։ Նորմալ։ Ձեզ ինչ է սպասում, ձեզ անուններ է տվել, Ռոբերտ Քոչարյանի անուններ է տվել, ձեր անուններ է տվել, ասել, ինչ ասել եմ անելու եմ։ Ու ասում է բոլոր ընտրակաշառք բաժանողները պիտի միջև հաջորդ ընտրությունների օրը Ես համաձայն եմ դրա հետ, եթե կա գոնե մեկ դեր ընտրակաշառքի, իրենք կարելի մի 5 ընտրություն էլ կարող են մնալ բանտել։ Իսկ այդ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։